1998-ի հուլիսի 6-ին եռամսյա լռությունից հետո ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարում է, բացառված չէ, որ Հայաստանում նորից լինեն հեղաշրջումներ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո նա Հայաստանում որևէ փոփոխություն չի տեսնում, կեղծ ու անբնական մարմին է համարում նորաստեղծ քաղաքական խորհուրդը, որի աշխատանքներին այնուամենայնիվ մասնակցելու է։ 1999-ի հուլիսի 6-ին հայ առաքելական եկեղեցին Երևանի եկեղեցիներից մեկում պատարագ է մատուցում ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Առաջինի հիշատակին։ Պատարագին մասնակցում են Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը, այնուհետև վեհափառի աճյունը տեղափոխվում է Մայրաթոր։ 2000 թվականի հուլիսի 6-ին մշակույթի նախարարին հրաժարականի դիմում է ներկայացնում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը։ Մայեստրոյի կինն ասում է, որ նրան ստիպել են հրաժարականի դիմումը գրել։ Նախարար Ռոլան Շարոյանը հերքում է, ոչ ոք նրան չի ստիպել։ Մարդը ուզում է նոր ձևով ստեղծագործել։ Ես ասեմ, եւ ես գիտեմ, որ մայեստրոն դեռ ինձ մի քանի ամիս առաջ էր ասում, որ իմ ստեղծագործություններն եմ ուզում կատարեմ, ուզում եմ ստեղծագործեմ, նաեւ այս առումով ժամանակ ունենամ։ Տաշիրցի ֆերմերները դժգոհում են հայկական շուկայի գնային քաղաքականությունից, նրանց աշխատանքի արդյունքը չափազանց էժան է գնահատվում։ 1 լիտր կաթն ավելի էժան է, քան 1 շիշ հանքային ջուրը։ Տևկայդ ոնց վրենք, տանջվին, չարչրվին, ժողովուրդ են, ոչ մի արդյունք չնստանա, մեր լիտր կաթ են, չարժե կես լիտր ջուր։ Սահմանադրության հայրերից մեկը Վլադիմիր Նազարյանը զարմացած է, որ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաները գաղափար անգամ չունեն, թե ովքեր են իրենք իրենց աթոռներին։ Կառավարության ղեկավարներից մեկը մեր ասում է, կառավարությունը կթուկով չի, այդ տղա կառավարությունը կյանքում չի կարա կթուկով լի, կառավարությունը կթվորն է կակրած, կթուկովը ժողովուրդն է։ Հա, իրանց թվում է, թե որ իրանք են ժողովրդին պահում, այնի ժողովրդի տված հարգերով են իրանք ապրում։ Պետական գույքի կառավարման նախարար ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը փորձում է ազատվել իր կոմունիստ տեղակալից, պահանջում է դիմում գրել ու հեռանալ։ Փոխնախարարն ասում է, որ ինքն ուզում է կանխել բնական ռեսուրսների թալանը, իրեն թույլ չեն տալիս։ Եկեք մեզ միամիտի տեղ չդնենք, մտածենք, թե Հանրապետության նախագահը, վարչապետը եւ այլն մյուսները տեղյակ չեն այս ամենից։ Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատրաստ է մասնակցել Արարատ ցեմենտ ընկերության սեփականաշնորհման մրցույթին։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիր գորշին խորհուրդ են տալիս ընտրել կամ քաղաքականությունը կամ ցեմենտը։ Ինչը շնջում են, որ կամ զբաղվի քաղաքականությամբ կամ տնտեսությամբ, ես ուղիղ պատասխանում եմ, որ ես զբաղվելու եմ քաղաքականությամբ։ 2004-ի հուլիսի 6-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Ռոբերտ Քոչարյանին է վերադարձնում Սուրբ Մեսրոպ Մաշտոց իշխանությանը, որով տիկին Սիլվան պարգևատրվել էր 1998 թվականին։ Պետական բարձր պարգևից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռևս ապրիլի 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում։ Դա իմ հոգու ճարահատ ճիճներ ընդդեմ անարդարությունների, ասում է տիկին Սիլվան։ 2009-ի հուլիսի 6-ին հայտնի է դառնում, որ նախորդ օրը ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որին ձերբակալության պահին դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանները, մեղադրվում է ոստիկաններին ծեծելու մեջ։ Որպես տուժող ոստիկան հանդիս է գալիս մարտի 1-ի գործով նմանատիպ ցուցմունքներ տված Էրիկ Պողոսյանը։